Երեկ Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ խոսել է Զվարթնոց օդանավակայանի գների մասին, բողոքելով դրանց բարձր լինելուց։ Էկոնոմիկայի նախարար Սերիկ Ջումանգարինը լրագրողներին ասել է, որ Ղազախստանը ուսումնասիրում է Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը վերսկսելու հնարավորությունը։ Պաշտոնյայի խոսքով հիմնական խնդիրներից մեկը Երևանի օդանավակայանում ծառայությունների բարձր արժեքն է։ Նա նշել է, որ սպասարկման վճարը կազմում է մոտ $65 մեկ ուղևորի համար և $1248 ավիացիոն վառելիքի 1 տոննայի համար։ Այս պահին քննարկվում է, թե ինչպես կարելի է դա ինչ-որ կերպ սուբսիդավորել։ Նրանց թռիչքուղիները պատրաստ են չվերթներ սկսել, ասել է Ջումանգարինը։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, ով նշեց, որ պաշտոնյայի հայտարարությունն իր մեջ ճշմարտության տարրեր ունի։ Ղազախ պաշտոնյայի ասածը իր մեջ ճշմարտության տար է պարունակում, որտեղ Զվարթնոցում ամեն ինչ բավականին բարձր է։ Սպասարկումներն, ենթադրենք վառելիքի տրամադրումը, օդանավակայանի հետ կապված մնացած բոլոր ինչ կա Զվարթնոցում բազմակի անգամ թանկ է։ Այդ ճիշտ են ասել։ Մեր հարցին արդյոք սա իշխանությունների կողմից միտված քայլ չէ Զվարթնոցը պետականացնելու համար, տնտեսագետը պատասխանեց. Խնդիրը այն է, որ այդ անձնավորությունը երբեք Էռնեկյանը, չէ, կամ Էռնեկյանի անունից հանդես եկող այստեղի բաները, տնօրենները կամ դրանք ոչ ոք քաղաքական դերակատարում չունի, նրանք քաղաքական ոչ մի անգամ ոչ մի հարցի Հայաստանում չեն խառնվել։ Իսկ կարծում եմ այդ իմաստով խլելու, սեփականությունը վերցնելու կամ իբր թե պետականացնելու խնդիր չի կարող առաջանալ, որովհետև այդ մարդիկ քաղաքականապես լոյալ չեզոք մարդիկ են։ Երկրում ընդհանուր առմամբ տնտեսական ցանկացած գործընթաց գտնվում է պրեսինգի տակ։ Նայեք, օրինակ նույն Զվարթնոցի հետ կապված չէ, եթե Զվարթնոցում 2 միլիոն դրամի օրինակ կասկածելի է ընդհանուր հարկերի վճարելու, չվճարելու խնդիր եղնի, չէ, միանգամից ավտոմատ կերպով դա գնում է քննչական վարչություն։ Հիմա գնաց քննչական վարչություն, դե բնականաբար եթե ուզենան կարող են այդ կսմիթների տնտեսական բնույթի կատարել, հասնել ինչ-որ բաներ, բայց կրկնում եմ այդ մարդիկ քաղաքական ոչինչ չունեն, հետո դրանց հետ կապված աղմուկը բավականին կարող է բարձր լինի, բայց դատելով այս իշխանությունների կոնկրետ ընչաքաղց, խաբեբա, ուրիշի սեփականության վրա աչք դնող ու վոլյունտարիստական մի բառի համար ենթադրենք մարդուն 7-8 ամիս կալանավորող, պահող բնույթից ելնելով ամեն ինչ կարելի է սպասել, ամեն ինչ։